Ներսիսյանը ձեզ հայրենա թե ոչ, ըստ ձեր նշած բրկային կարին։ Անկեղծ ասած կոնկրետ թե ով է հայոյել, առնվազն կամ Գևորգ Ներսիսյանը կամ Համբարձում Ներսիսյանը հայոյել է։ Կոնկրետ Գևորգ Ներսիսյանի մասով ես չեմ կարող պատմել, որովհետև պատմել, որ Գևորգ Ներսիսյանը ու հարցանտակ, ձեզ հայոյել է թե։ Գառնիկ Ղազարյանը ինձ պատմել է, որ երկու անձնավորություն հայոյել են ինձ, թե կոնկրետ ով է հայոյել, ով հանդիմանել կամ ով քննադատել կամ քննադատական խոսք հնչեցրել, այդտեղ Գառնիկ Ղազարյանն ավելի կոնկրետ կպատասխանի։ Ինչի՞ց եք ենթադրում, որ եղել Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանը։ Առնվազն Գառնիկ Ղազարյանը ինձ պնդել է եւ ասել է, որ այդ երկու անձնավորությունն են։ Հակառակ պարագայում ես ձեզ մի փոխադարձ հարց տամ, այդ դեպքում ինչ գործ ունեն երկու քաղաքացիները ձեր կողմից։ Ձեզ արդեն բարձրացվել է, որ դուք հարցեր տալու իրավունք չունեք, պատասխանեք հարցեր։ Եվ նաեւ եւս մեկ անգամ սպասեք հարցեր համոզեն, որ հասկանալի լինի ինչ հարցեր ուղղությունից, որպեսզի դուք պատասխանեք այդ հարցին։ Հիմա ինչի՞ց եք ենթադրում, որ Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանն են ձեզ հայոյել, եթե դուք ասում եք Գառնիկ Ղազարյանն ինձ ասել է, որ երկու անձ է հայոյել։ Գառնիկ Ղազարյանը նաեւ հետագայում, երբ որ գյուղի կենտրոնական հատվածում ա եղել 16:00-ին հարակից այդ ժամանակահատվածում, արդեն իսկ ինքն իր համար ճշտած է եղել, թե ովքեր են եղել այդ երկու քաղաքացիները։ Ձեզ ասել է, ես ուշ վաշ չեմ։ Ասել է, այո։ Ձեզ ասել է, որ Գևորգը եւ Համբարձումը ձեզ հայոյել են, դե։ Այո։ Բայց ինչ առաջ նոր ասեցիք, որ չի ասել։ Դե կոնկրետ նորից եմ կրկնում, եթե դուք խնդիր եք դրել ձեր առաջ, որ ես պնդեմ, որ այո Գևորգ Ներսիսյանը հայոյել է, ներողություն, ես ասում եմ Գառնիկ Ղազարյանն ինձ ասել է, որ երկու քաղաքացի հայոյել է։ Եթե իմ խնդիր դրած ալեի, ուրիշ ձեր խոսեք։ Ես ուղղ հարց եմ ձեզ։ Դուք հարգելի պաշտպան, խնդրում եմ ձեր լիազորությունները դատական նիստերի դահլիճում չչարաշահեք եւ պատվարժան դատարան խնդրում եմ պաշտպան, եկեք իրար ինչ-որ Ես չգիտեմ ինչ ախոսում ունի ուրիշ բան։ Ես ու հարցը տալի դու պատասխան։ Հարցը պատասխանեց հիմա վկան ինչ կերպ որ ձևակերպեց հարցի։ Որոնք ձևակերպի վկան։ Խնդրում եմ հարցեր ուզեք, այլ ոչ թե հարցումություն։ Ինչ։ Ես հասնում եմ։ Շարունակեք։ Վկա Գևորգ Ներսիսյանի եւ Համբարձում Ներսիսյանի փաստաբաններին նախկինում ճանաչել եք։ Ինձ պարոն Զորաբյանի կամ մյուս փաստաբաններ։ Եկա շփվել ենք իրար։ Ձեզ երբևէ չեմ ճանաչել։ Ես ասած ասեմ հարցին։ Պարզաբանեք ոչ դրանից։ Հա, ես մի ուրիշ հարցեր կտամ պատվոջն դատա։ Ես չեմ ուզում այս պարզաբանը վկան կհասկանա ինչի անում։ Դա մեր հարցը։ Ես միջադեպի հետ կապված, անասար դու Facebook-յան էջ վարվում եք, ես միջադեպի հետ կապված հրապարակում արել եք։ Այո։ Կան եք մեկ հրապարակում։ Առնվազն մեկ։ Իսկ հնարավոր է երբ անգամ եք հրապարակում։ Գուցե։ Դուք ասացիք, որ ինձ առնվազն չեք ճանաչում։ Իմ նաև կանանք ենթադրում, որ հարաբերություններ չունեն, չէ՞, ընկերական, բարեկամական, իրար հետ իքով դիմելով։ Հիմա որ դուք ես ձեզ հարութիկով դիմեմ, դուք կնեղանաք թե չէ։ Պատվարժան դատարան։ Սա արծի տրամաբանության մեջ տեղավորվում է։ Վերջինս պատվարժան դատարան, Facebook-յան էջում, ու բազմապանն եմ ուզում պահանջել, այնտեղ ոտնան բազմապանը յուծե ցալա։ Եթե Facebook-յան էջում հրապարակել է, որ փաստաբանիկները, չոր տեսանիք են հրապարակել։ Հիմա վկան ուզում եմ հասկանամ։ Հիմա ես օրյան դիմում եմ։ Դուք ձեզ այդ փաստաբանիկների մեջ եք տեսնում։ Եթե ձեզ այդ դրա մեջ եք տեսնում, այո։ Ձեզ վերջին անգամ եմ նախաձեռնում, որ առանց օգտվության այլևս չխոսենք ու չմիջամտենք որևէ շատ լավ։ մասնակցի ելույթին։ Ակին պաշտպան։ Ես ում հասկանամ, էլի։ Ինչ է ասում։ Եթե վկայի ինչ-որ հրապարակումից օրինակ դուք վիրավորվել եք կամ գտնում եք, որ դրանով ձեր հանդեպ ինչ-որ անհարգալից վերաբերում եք դրսևորել, կարծում եմ դուք դրա իրավական ընթացակարգություն դա որևէ կերպ առնչություն չունի ներկայացված մեղադրանքի բովանդակությանը, հետևաբար միշտ հարցեր է։ Ես կարծում եմ վկան առանցակ մեղադրանքի բովանդակության կապ չունի։ Ես դրամա հարց եմ տալիս, ում հասկանամ։ Ինչն է կապի մեջ։ Մեղադրյալի վկայի կողմից փաստաբանների հետ կապված հրապարակումների, դրանց բովանդակության եւ այլնի հետ կապված հարցերը հանդիպում են, եթե այլ հարցեր ունեն շարունակեք։ Չէ, ես հարցը չունեմ, դու հասկանում ես, վկան ինչն է կապի մեջ։ Դե չէ, մնացած իքերը ես հարցերի պատասխանի։ Ես այս բան հարցը չունեմ։ Կան այդ հարցեր։